Կանև, գիտեք ինչքան լավն է, երբ կանև եմ խոսում, շատերը զանգում են ասել ուտելուց, հետո բա իհարկե, կթռնեք, տրամադրությունը կլավանա, սիրելի իմ ժողովուրդ, կանեփի մեջ այդ թռնելու երևույթը չկա, տրամադրության բարձրացումը չկա, ուղղակի կա միկրոէլեմենտների, հանքանյութերի հզոր քանակություն, ինչպես նաև յուղի մեջ։ Տեսեք ինչ հետաքրքիր գույն ունի յուղը եւ ասեմ, միակ յուղն է, միակ, որ պարունակում է իր մեջ վիտամին D։ Իսկ բոլորս գիտենք, վիտամին D-ն դա հզոր միկրոէլեմենտ ասեմ, վիտամին ասեմ, խթանող ուժ ասեմ, որ ամբողջ օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնում է եւ գտել է նույնիսկ անգամ ուռուցքային հիվանդություններ ունեցողների մոտ վիտամին D-ն պակաս է լինում։ Դրա համար օգտագործենք կանեփի յուղ։ Սիրելիներս, կանեփի յուղը անգին է, շատ թանկարժեք կարելի ասել սննդատեսակ, որը յուրաքանչյուրը պետք է օգտագործի ամեն առավոտյան, մեկ թեյի գթալ, բավարար է, որպեսզի կարգավորի եւ վիտամին D-ի քանակությունը, եւ ձեր դիմադրողականությունը, եւ աղեստամոքսային տրակտի աշխատանքը, եւ նաեւ թույլ չտա, որ ծանր մետաղները ձեր օրգանիզմում շատանան եւ առաջանա ուռուցքային բջիջ։ Սիրելի իմ ժողովուրդ, պատկերացնում եք, այսօր ես կամ դուք յուրաքանչյուր ճաշատեսակ կամ ինչ ճաշատեսակ ուզում է լինի։ Այսօր ինձ մոտ իհարկե բրինձ է, այս բրինձի վրա մի փոքր ավելացնում եմ ես կանեփի յուղը եւ հաճույքով օգտագործում։ Համեղ է շատ։ Փորձել եք կանեփի յուղ։ Կանեփի յուղը համեղ յուղ է, որ եւ խմելուց է շատ առողջարար եւ հաճելի եւ ճաշատեսակը ուտելուց։ Այնպես որ սիրելիներս օգտագործեք կանեփի յուղ, բայց օգտագործեք անպայման թարմ քամված վիճակով, որովհետեւ թարմ քամված վիճակում իր մեջ գտնվող միկրոէլեմենտներն ու հանքանյութերը եւ օգտակար հատկանիշները մանավանդ վիտամին D-ն շատ ավելի բարձր տոկոսայնություն են պարունակում։ Ուզում եք իմանալ որտեղից գնամ, որպեսզի չզանգեք, որպեսզի ինձ չգրեք, ապա ասեմ հեռախոսը 098 326 406 Աննա, զանգահարում եք, հետո ինձանից շնորհակալությունը առանցին կհայտնեք։